2025-ի հունվարի դրությամբ բանկային համակարգի հաշվեկշռային ընդհանուր ակտիվները կազմել են 10 տրիլիոն 762 միլիարդ 286 միլիոն դրամ։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 20%-ի աճ։ Հաշվեկշռային ընդհանուր կապիտալն էլ կազմել է 1 տրիլիոն 732 միլիարդ 122 միլիոն դրամ։ Քաղաքացիները կտուգանվեն, եթե հանրային տրանսպորտից օգտվեն առանց վճարելու, տուգանքի չափը կկազմի 15,000 դրամ, իսկ այն դեպքերում, երբ արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ տուգանվելու է 18,000 դրամի չափով, որոշումն ուժի մեջ կմտնի ազգային ժողովի կողմից հավանության արժանանալու դեպքում։ Այս մասին հայտարարել է Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նրա խոսքով մարտի 10-ի դրությամբ վաճառված տոմսային պրոդուկտներից հավաքագրվել է շուրջ 2.5 միլիարդ դրամ, որից 210,000-ից ավելին եղել են փաթեթային տոմսեր։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացրած նախագիծը ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի եւ բաղադրիչների ֆինանսավորման կարգը հաստատելու մասին։ Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման նպատակով կառավարությունը նախատեսում է իրականացնել ռազմավարական նշանակության ապրանքների արտադրության ներքին կարողությունների զարգացում եւ արտադրողականության բարձրացում։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի պետ հարկ վճարողների սպասարկման վարչության բոլոր բաժիններում փակցվել են եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսի փոխհատուցման վերաբերյալ ուղեցույցներ QR կոդերով։ Պետ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ սկանավորելով QR կոդը քաղաքացիները կարող են ծանոթանալ սոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգին եւ քայլերի հաջորդականությանը։ Միացյալ Նահանգները հնարավորություններ է ուսումնասիրում Գազպրոմի հետ գլոբալ նախագծերում համագործակցելու համար, որոնք կարող են պոտենցիալ ճանապարհ հարթել Ռուսաստանի հետ ավելի սերտ կապերի եւ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ համաձայնագրի համար, գրում է Bloomberg-ը։ Բանակցությունները գտնվում են վաղ փուլում եւ կարող են ներառել Եվրոպայի եւ Ասիայի էներգետիկ նախագծերի շուրջ համագործակցության քննարկումներ։ Ըստ եվրոպացի փորձագետների նախնական շփումներ են եղել այդ հարցով Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ներկայացուցիչների միջև, սակայն պարզ չէ, թե ով է վարում բանակցությունները եւ արդյոք անմիջականորեն ներգրավված է Թրամփի վարչակազմը, թե ոչ, նշում է գործակալությունը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հիմա էլ սպառնում է Եվրամիությանը 200%-անոց մաքսատուրքերով, այս անգամ ալկոհոլային խմիչքների նկատմամբ։ ԱՄՆ առաջնորդն ընդգծել է, որ դա կդառնա պատասխան քայլը ամերիկյան վիսկիի համար 50% մաքսատուրք սահմանելու Եվրամիության ծրագրերին։ Ըստ Միացյալ Նահանգների նախագահի Վաշինգտոնի առաջարկած պատասխան միջոցները Ամերիկայում գինու եւ շամպայնի բիզնեսի համար օգտակար կլինեն։ Նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրին մասնակցող OPEC+-ի երկրները 2025-ի փետրվարին ավելացրել են արդյունահանումը ամսական համեմատությամբ օրական մոտ 300,000 բարելով եւ գերազանցել են պլանը։ Ամենամեծ գերարտադրությունն ապահովել են Իրաքը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ղազախստանն ու Ռուսաստանը։ 2024 թվականին BMW ավտոմոբիլային ընկերության շահույթը 2023-ի համեմատությամբ նվազել է 36.9%-ով։ Ընկերության համար ավտոմեքենաների ամենամեծ շուկան մնում է Չինաստանը, որին հաջորդում է Միացյալ Նահանգները, ապա Գերմանիան։ Ընկերությունը վաճառքի զգալի ծավալներ է գրանցել նաև Բրիտանիայում, Հարավային Կորեայում, Ֆրանսիայում եւ Իտալիայում։ Նախորդ տարի շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թանկարժեք մետաղների մանրածախ 129 վաճառակետերում ստուգումներ է իրականացրել։ Առաջին եռամսյակում 26% խախտումներ են հայտնաբերվել հարգադրոշնի հետ կապված։ Տեսչական մարմնի լաբորատորիաների աշխատանքը տվել է ցանկալի արդյունքը, վերջին եռամսյակում ընդամենը 2%-ի դեպքում են խախտումներ հայտնաբերվել։ Երբ որ հարգորոշողը ընդամենը կոպեկներով հարգադրոշում է, օրինակ 500 դրամ մեկ հարգորոշման համար ինքը գումար է գանձում, իսկ անհամապատասխանության դեպքում տվյալ հարգորոշող կազմակերպությունը 1 միլիոն դրամ վարչական պատասխանատվության է ենթարկվում։ Դրանից հետո բնականաբար ինքը կձգտի, որ նմանապիկ խախտումներ տեղի չունենան։
Հանրապետությունում նվազել են նաև գազի ու բենզինի թերլիցքավորման դեպքերը։ Գերատեսչության ներկայացուցիչն ասում է, սա ի շնորհիվ հետևողական աշխատանքի է։ Նախորդ տարի հեղուկ գազի լիցքավորման ոլորտում գրանցվել է թերլիցքավորման 18, ԱԳԼՃԿ-ներում 5, բենզալցակայաններում 8 դեպք։ Նախկին 50-ից 100,000 դրամ տուգանքներն էլ բարձրացել են, տնտեսվարողների զսպաշապիկն են ամրացրել։ Այժմ նույն չափագիտական կանոնների խախտման դեպքում կոնկրետ թերլիցքավորումը լինի կամ չստուգաչափված չափման միջոց, ստուգմանը նախորդող եռամսյակի շրջանառության 1% գումարած 200,000 դրամ տուգանք է, որոշ պարագաներում տնտեսվարողներ կան, որ մոտավորապես 30-40 միլիոն վարչական պատասխանատվության են ենթարկվում։ Նախկինում ստուգայցերից առաջ 3 օրվա ընթացքում տեսչական մարմինը ծանուցում էր տնտեսվարողներին ստուգման մասին։ Այժմ տնտեսվարողը նման ծանուցում չի ստանում, այցը լինում է անակնկալ ու անհնար է դառնում խախտումները թաքցնելը կամ ժամանակավորապես շտկելը։ Մենք այն գլխից, այսպես ասած, մոտավորապես մի 80%-ով գիտենք, որ տվյալ տնտեսվարող սուբյեկտները խախտումներով են աշխատում։ Եվ մենք թիրախավորում այդ տնտեսվարող սուբյեկտներին։ Բացի դրանից մենք տարեկան բացի ծրագրային ստուգումներից ստանում ենք նաև բողոքներ նույն խաղալիքների ոլորտում, ցանկացած ոլորտում եւ գոյություն ունի կառավարության սահմանված կարգ բողոքների հետ կապված եւ այդ կարգին համաձայն, երբ որ ստուգումներ են ստուգման հիմք է հանդիսանում տվյալ դիմում բողոքը, մենք անմիջապես իրականացնում ենք ստուգում եւ համապատասխան խնդիրը լուծում է ստանում։ 8520-ը շուկայի վերահսկողության տեսչական մարմնի թեժ գիծն է։ Քաղաքացիները կարող են իրենց բողոքներն ու հարցերը ներկայացնել հենց այս հեռախոսահամարով։ Տեսչական մարմնից միայն խնդրում են ապրանքի հետ վերադարձի հետ կապված հարցերով իրենց չդիմել։ Դա տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գտնվող հարց է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի 37 գործարարների ներկայացնող Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են մի շարք հարցեր պետական գործիքակազմի կիրառմամբ ու ներդրումների իրականացմամբ, Գորիսում զբոսաշրջության ոլորտի վերականգնման և կայուն զարգացման վերաբերյալ։ Նախարարը շեշտել է, որ պետությունը տարբեր մեխանիզմներով պատրաստ է աջակցել Գորիսի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։